ես մեր պարոն Բորիսին էլ մի լրացում էլ անեմ, պարոն Բորիսը շեշտեց, որ 33 հուղարկավորված ունենք, մեր խոսքը չի վերաբերվում միայն 33 զոհված զինծառայողներին, այսինքն 33 մոտավոր պլյուս մինուսով հստակ թիվ չեմ կարող ասել, հուղարկավորված են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, բայց մեր խոսքը միայն չի վերաբերվում եղբայրական Ստեփանակերտ, այլ վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում 23 թվականին զոհված եւ հուղարկավորված, դա կլինի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը, կլինի Ասկերանի շրջանում, կլինի Մարտակերտի Մարտունու, այսինքն խոսքը վերաբերվում է Արցախի ամբողջ տարածքում հուղարկավորված մեր 23 թվականի զոհված զինծառայողների մասին է խոսքը։ Հետո էլ ասում են, որ ես չեմ հասկանում, իրանք հասարակ քաղաքացիներ չեն զոհված, իրանք զոհված զինծառայողներ են։ Հետո էլ ասում են զինվորի թիկունքը, զինվորի թիկունքը այսպես են պահում, զինվորի տեղը այս ձև են իմանում, ոնց կարելի է, ախր բոլորն էլ մեր զոհված հարազատներն են, եղբայրներն են 90-ական թվականներից սկսած մինչև հիմա, բայց գոնե այդ անցած թվականներին հուղարկավորվածները, գերեզմանները բարեկարգված է, իսկ մեր հարազատների շիրիմները ոչ մի տիպի, ոչ մի գործ արված չի, ընդամենը 2 օրվա հուղարկավորված հողակույտ է, ոնց կարելի է նման բան թույլ տալ, ոնց եք դուք պատկերացնում, ծնողը ոնց կարող է այդ ամեն ինչը չգիտեմ, համացանցով, ինտերնետով կլինի, հեռուստացույցով կլինի, նման կադրերը տեսնելուց, ինչ պետք է զգա։ Մի պահ ամեն մարդ, որ ինքը այդ ցավը մի պահ ինքը պատկերացնի, ինքն է մեր փոխարեն, երևի մեզ ավելի լավ կհասկանա։ Հարգելի լրագրողներ, տեսեք ամեն անգամ այսպես հումանիտար խնդիրներ են արձանագրում եւ փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր երկրում հենց հումանիտար խնդիրներով ամեն օր խոշտանգում է հայ մարդուն, որովհետեւ հումանիտար խնդիրը հոգեբանորեն խոշտանգում է յուրաքանչյուր մարդու նկատմամբ եւ քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրում չի գտնվում, Դավոսում է, մենք երեք շատ ուշ ժամի իմացանք նրա Դավոս մեկնելու մասին, այլապես մենք հենց այսօր կպնդեինք ու կպահանջեինք, որ պետք է ինքը մեզ ընդունի եւ այս նամակում, որ ասում ենք հրատապ, ի նկատի ունենք, որ պետք է Փաշինյանը մեզ ընդունի, մեզ այս ծնողներին նաեւ ընդունի մինչեւ երկշաբթի, երեքշաբթի օրը։ Նամակի այդ հիմնական բովանդակության մասին արդեն խոսեցին Բորիսը Բելյան, մենք ինչ ենք պահանջում Նիկոլ Փաշինյանից, մենք հստակ հայտարարում ենք, որ այս հարցը այլևս չի կարելի հետաձգել, պահանջում ենք անհապաղ ընդունելություն նախ Նիկոլ Փաշինյանի կողմից, հստակ ժամկետների հրապարակում 23 թվականի զոհված արցախցիների եւ հուղարկավորվածների աճուների Հայաստան տեղափոխման հարցում, գործողությունների իրականացում անմիջապես, առանց այդ իրենց քննարկումների չգիտես ինչի, որովհետեւ սա հումանիտար ու պետական պարտավորություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող կամ չի պատրաստվում կատարելու այս կենսական պահանջները, մենք ստիպված կլինենք դիմել միջազգային կառույցներին, հանրային ու միջազգային հարթակներում բարձրաձայնել Հայաստանի կառավարության անգործության մասին, ինչպես նաև կօգտագործենք մեր բոլոր օրինական միջոցները պաշտպանելու մեր իրավունքները ու մեր հարազատների հիշատակը, որովհետև մենք չենք հանդուրժի, որ ադրբեջանցին շարունակի պղծել մեր հարազատների գերեզմաները։ Հիմա մենք այս նամակը կհանձնենք այստեղ նամակների բաժին, տեսեք Բորիսը ասաց, որ եթե չընդունի, նստացույց ենք անելու, որովհետև եթե ցորեն, բրինձ, մակարոն եւ այլ բերում եք, բերեք սա մինչև այս մարդկանց Արցախ վերադարձի հարցը կլուծվի։ Հարգելի ծնողները, մոտ 30 ծնող է ստորագրել այս պահին այս նամակի տակ, ինձ զանգահարեցին ծնողներ, ովքեր դեռ ճանապարհին են, բոլոր նամակների տակ ծնողները ինչի ենք առանցին դիմել այստեղ արտգործնախարարություն, որ այստեղից նամակը հանկարծ չուղարկվի արտգործնախարարություն, այնտեղի լրատվականն էլ որոշի պատասխանել այս ծնողներին։ Պիտի մեզ ընդունի եւ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ այս հարցի հասցեատերը իրենք են։ Հիմա հարգելի ծնողներ, առաջանանք նամակը հանձնենք։